Նոյեմբերի 23-ին Թբիլիսիում կայանալիք մեծ փառատոնին Ախալքալաքի մունիցիպալիտետի պարային խմբեր ի շնորհիվ Ալիկ Կսպոյանի մասնակցեցին Սուրբ Գորգիի տոնի կապակցությամբ այս մեծ միջոցառմանը, որը կազմակերպվել էր Վրաստանի Պարարվեստի միության կողմից։ Մասնակցում էին այդ փառատոնին 9 գյուղական ակումբների պարային խմբերը, ասեմ, որ շատ հաճելի էր, բոլոր մասնակիցները պարողները ստացան համապատասխան դիպլոմներ, այսպիսի դիպլոմներ բոլորը առայն մասին և համապատասխան նվիրված մեդալներ, անսամները ստացան կուպոկ առանձին անվանական ամեն գյուղի, ամեն անսամբլը իր անվանակարգով ստացավ և ուրախ եմ այն բանի համար, որ իմ գրության համաձայն, այո, ինչպես դուք հիշեցիք, իմ գրության համաձայն Պարարվեստի միությունը, Վրաստանի Պարարվեստի միությունը մեր 4 պարուսուցներին պատրաստել էր անակնկալ։ Պարուսուցների համար, ինձ համար անակնկալ չէր։ Ուրեմն ասեմ, որ Էդուարդ Ստեփանյանը ստացավ տարվա լավագույն երիտասարդ պարուսույց կոչումը, Շողիկ Կիրակոսյանը ստացավ տարվա լավագույն պարուսույցնոյից կոչումը, Ֆլորա Մակարյանը Կորխի պարային անսամբլի ղեկավարը ստացավ Վրաստանի Պարարվեստի ամագդարիս կոչումը, որը ինչ ասեմ, իրականից շատ լավ է և սազական է, որովհետև այս մարդը 25 տարուց ավել պարային ասպարեզում է և մի քանի կոլեկտիվների ղեկավար է, շատ հիանալի ազնվորություն է։ Եվ վերջում շատ մեծ փառքով Գագիկ Մելիքյանը, Ալաստանի բարի ուսուցիչը և մշակույթի տնօրենն է, ասեմ, որ ստացավ Վրաստանի վաստակավոր պարուսուցի կոչումը։ Դա երևի ամենաբարձրն է, Ֆլորա Մակարյանին է և Գագիկ Մելիքյանին ամենաբարձր կոչումն էր։ Նրանք արժանի էին, ճիշտ ասած, դուք ճիշտ հարցադրում արեցիք, Պարարվեստի միությունը Վրաստանի ամբողջությամբ ասեմ, որ մեջբերում անեմ, որ ունի 625,000 մոտավորապես, դա 2 տարվա առաջվա տվյալներն է, 625,000 պրոֆեսիոնալ պարողներ։ Նա ինչ կարող է իմանալ, թե Ախալքալաքի մունիցիպալիտետում ինչպիսի կոլեկտիվներ կան, ինչպիսի պարուսուցներ կան։ Այդ տվյալները պետք է ներկայացնեմ ես, որ ակումբների միավորման որպես տնօրեն, որ գյուղում ինչպիսի բար կա, ինչպիսի անսամբլեր կան, ինչպիսի պարուսուցներ կան։ Եվ այդ գրության համաձայն Պարարվեստի միությունը արել է իր գործունեությունը։ Փառք ու պատիվ բոլորին, շնորհավորում եմ բոլորին, բոլոր մասնակիցներին, հատկապես պարուսուցներին, ցանկանում եմ, որ նրանք ավելի ջանքով, ավելի եռանդով աշխատեն, որովհետև այդ ամենը պարտավորեցնող է, որ նրանք ավելի ուժգին սկսեն աշխատանքը, եւ բոլոր ծնողներին, որոնք եկել էին, օգնում էին, պիլիսում էին, մշտական մեզ հետ։ Նաև շնորհակալություն ձեզանից։ Խմբերի ղեկավարները իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Աշուղ Ալիկ Ջավախկին մասնակցության համար։ Մասնակից խմբերն ու պարուսուցները պարգևատրվեցին համապատասխան դիպլոմներով եւ մեդալներով, իսկ պարուսուցները տարբեր աստիճանի կոչումներով։ Կորխև Թոթխամ խմբերը իմ ղեկավարությամբ հրավիրվել էին, մեծ սիրով մենք մասնակցեցինք, այնտեղ արժանացանք բարձր կոչման, երեխաները պարգևատրվեցին համապատասխան դիպլոմով եւ մեդալներով, իսկ իմ համար մեծ անակնկալ էր, որ ինձ արժանացրեցին Վրաստանի Պարարվեստի միությունը արժանացրեց վաստակավոր պարուսուցի կոչմանը, որը իրոք մեծ անակնկալ էր ինձ համար, շնորհակալություն եմ հայտնում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև ղեկավարին Ալիկ Կսպոյանին եւ ինչու՞ չէ նաև հարգելի Լամարա Կսպոյանին, որ իրենց մոտ ես սովորելով հասել եմ այս աստիճան մակարդակի, որ արժանանում ենք այսպիսի մեծ ձեռքբերումների։ Ֆլորա Մակարյանը արդեն 25 տարի է, ինչ այս ոլորտում շարունակում է աշխատանքը ու նաև եղել է Ջավախք անսամբլի մենապարուհի, իսկ այժմ դասավանդում է Կորխև Թոթխամ պարային խմբերին։ Նա արժանացավ Թբիլիսիում հաստակավոր պարուսուցի կոչմանը։